Так, իմաստունը ամնում է իր տեղում եւ 3 անգամ դահլիճից մեզ։ Հա, մենք զալում ունենալու ենք միկրոֆոն, հենց որ իմաստունին լավ կլսենք, եթե դաժե վերջում եք ու տարիքով եք, անպայման ասեք։ 40+։ Բարեձեզ։ Ձեր անունը ինչպես է։ Ես Ռոզին եմ։ Ռոզի։ Ու դուք 40 տարեկան եք։ Այո։ Բայց դուք նման չեք 40 տարեկան։ Вообще։ Կարող խափում եք։ Չեմ խոփ։ Ուղիղ 40 եք։ 10 պակաս։ Միշտ թվաց մի 50-55։ 18 պակաս։ 10 օր պակաս։ 10 Հա, օր։ 10 օրից։ 10 օր պակաս։ Չէ, մեզ 40 էր պետք։ Լավ, Ռոզի, եկեք ծանոթանանք ձեր հետ։ Ինչով եք զբաղվում։ Մասնագիտության տնտեսագետ եմ, բանկում եմ աշխատում արդեն 20 տարի։ Իսկ դուք ո՞ր բաժնում եք, վարկերի տրամադրման։ Փողերի լվացման եւ ահաբեկչության դեմ պայքարի բաժնում եմ։ Դες բաներ եք անում։ Հա, լվանում ենք։ Լվանում եք։ Փողերի լվացման բաժին։ Փողերի լվացման բաժին։ Այն որ թազա 20000-նոց նայել է, դուք եք։ Դուք եք լվացել։ Չէ, ուրիշները Լվացման և լվանում են։ հարթուկման բաժին։ Չէ։ Լվացողը լվանում է, իսկ փռում եմ չորանում։ Դուք փռում եք ճորանում։ Լավ, Ռոզի, մի քիչ ավելի լուրջ հարցերին պատասխանեք, ես չեմ հավատում, որ դուք պրям լվանում եք փողերը։ Դե չէ, ես չեմ լվանում, ես չորացնում եմ։ Ասեցի։ Լավ, օքեյ, ձեր զանգը սպասման մեջ է։ Խնդրում եմ մի հատ դուք։ Ռոզի, իսկ ամուսնացած եք։ Ամուսնալուծված եմ։ Էդի լավ է։ Վենա, մարդը տնდեց ափատալ։ Որ հարցրեցիք, ասեցիք ո՞նց եք, ասեցի իդեալական։ Էդի Յանի բաժանվել եմ։ Հա։ Դա բանը նոր է եղել։ Չէ։ 10 պակաս։ Հələ չի բաժանում։ Ամուսնությունների լվացման բաժին։ Իսկ ինչա հոգնեցիք, հա, ամուսնացած տիպը գործի տեղը լված Չէ, կարա, թռավ արիստե լված կարա։ Դիմացավ տրավ։ Փողերի լվացում արես թռավ։ Այո։ Իսկ երեխաներ գոնե հասցրեցիք ունենաք, որ միայնակ մայր դառնաք։ Հա, դարձել եմ։ Հա։ Նեցել միայնակ մայր եմ դարձել։ Դզեց, քանի երեխա ունեք։ 2 բալիկ։ Իդեալական, ինչ տարիքի։ 14 տարեկան տղա եւ 12 տարեկան աղջիկ։ Աստված բաբան։ Երկուսի։ Երկուսին է ամենալավ տարիքն է։ Սա ինչ է ասել է տեյք ասելու։ Չավեսին զրուցում եք, բայց ոնց որ բարեկամի հետ խոսակ։ Հա, կայֆոտ խոսում եք, մինչև Արմեն մի բան չի ասում, չէ՞։ Իսկ ձեր մոտ ժամը քանիսն է հիմա։ Skype-ով խոսում եք, էլի։ Լավ, մինչև ես եմ մի բան չեմ ասում, դուք շփվեք։ Լավ, Ռոզի, պատրաստ եք լինել մեր իմաստուն։ Դուք նայել եք արի օգնենք շոուն։ Չեմ նայել, եկել եմ նայեմ։ Նկարում ենք, ասա նայել եմ ու գժվում եմ այս շոուի համար։ Խենթանում եմ ես։ Ռոզի, դուք նայել եք արի օգնենք շոուն։ Խենթանում եմ, նայել եմ։ Լավ դե լավ։ Դրա հետ խենթանալու բանը չէ, նա։ Ես մտածում եմ շատ իմաստուն կարա Ռոզին։ Ձեզ вообще դիմում են խորհուրդներով։ Ամեն աստծու օր։ Բանկում։ Լույսը բացվում է խորհուրդներով դիմում։ Օրինակ այսօր ինչ խորհուրդ եք տվել։ Վերջի ձեր տված լավ խորհուրդը։ Որ հնարավորինս շատ մարդկանց հետ հանդիպի դեյթերի գնա, միաժամանակ մի 1000 հոգու հետ շփվի, որ հանգարց մեկը չգրի, չնեղվի, այն մյուսի գրածին։ Ում ես խորհուրդ տվել տղուտ։ Տղաս ուրեմն նայ ոնց է սանում։ Վա, ապա դուք ջոգ եք, ես չգիտեմ։ Մեզ պետքա թազա իմաստուն, այդպես։ Լավա խոսցրինք մի քիչ։ Ոնց թե 10000-ը դեյթի պետք է եթաս։ Okay, 30+ մարդ։ Դատի, բայց այս ծիծաղից ես հասկացա, որ իրոք չորացնում է։ Չորացնում է ու ծխում է։ Всё, okay։ Ռոզի, Ես եմ։ իսկ ձեր մոտ վարկերը վիգտնի է, вообще վերցնել։ Վարկերը вообще վիգտնի չի վերցնել։ Իսկ գիտես ինչն է վիգտնի։ Գիտեմ, բայց չեմ ասի։ Ես ասեմ։ Աս։ Ավիասելսի տոմսերը։ Օպա։ Այո։ Ես ինչ է։ Այո, ինտեգրացիա։ Այո։ Այո, մեր այսօրվա հովանավորն է ավիասելսը, ինչ է դա նշանակում, որ Ռոզի ջան, դու շուտ ես դրա մասին լսելու։ Всё, եկեք բարձր Ռոզին ծափարենք մեր իմաստունը։
Առաջինը Վազգենն է ընտրում խնդիրը, Վազգեն։ Գնացինք, ով ունի խնդիր կարող եք ձեռք բարձրացնել։ Անցած անգամ եկել է, կարող է հիշեք, չգիտեմ, ասեցի կաստինգներից հետո ինչ չեն վերցնում դերասան։ Ասեցիք կարելի է բլոգ վարել, հետաքրքիր վիդեոներ ունենալ, կարող է սցենարիստները Դա հետո ասե այդ։ Դուք։ Վարժը չես։ Էդե։ Բա դուք արել եմ, արդեն 5 ամիս է ունեմ, ոչ չի, լավ է, գոհ եմ բլոգից, հա, պատպիշիկներ ունեմ, 5000 հատ։ 5000 հատ։ Իսկ հիմա ինչն է խնդիրը։ Խնդիրը այն է, որ հետաքրքիր ռուբրիկա եմ ուզում իրար հետ մտածենք, որ ինձ դրանով ճանաչեն ֆիշկա ինձ լինի ինչ-որ հետաքրքիր։ Իսկ դու вообще մենակով գործ չես ուզում անես, հա։ Սաղ մենք պետք է անենք քո բլոգերությունը։ Եկել եմ ճիշտ ասած ռեկլամ միացնենք մի հատ այդ Հետեր։ Հասկանալի է։ Так, դու եթե համառոտ ասենք, դու սկսնակ բլոգեր ես, ում որ պետք են Կարող է տեսել եք իմ վիդեոները։ Դու սկսնակ բլոգեր ես, Կարող է տեսել եք իմ վիդեոները։ Ես եմ, որ ասում եմ, հայկական երգեր, որոնք բոլորս գիտենք, բայց այդ մասում ինչ է երգում, չենք հասկանում։ Էդի դու ես։ Հա, ես եմ։ Չեմ տեսել։ դու ես Ոչ մի անգամ ճիշտ նետած։ Հայկական երգեր, որ ինչ։ Որոնք բոլորս գիտենք, բայց այդ մասում ինչ են երգում, չենք հասկանում։ Մաս 3 գնացինք։ Մենակ մաս 3-ն ես, որ նկարել։ Մաս 3-ը ամենահայտնին է դրա համար։ համար։ Մաս 3-ը ամենահայտնին է դրա համար։ Так, ասա, բաց։ Aviasales, поиск дешевых авиабилетов։ Ուրա, սիլափ յուրա։ Նայ, մեր գործը կանի սա։ Instagram-ի բան մտածելը պրոստը մի քիչ, էդի լավն է այդ երգերը, որ բան է կանում։ Մի հատ մի երկու հատ տենց երգով բան մտածեք, մի հատ մենք տենանք ուրիշ ինչ խնդիր կա, հա։ Օք։ Բայց դες նվերել էի բերել, դե լավ։ Լավ, օքեյ։ Էդգարի ստենդափը որ նայում էի, ինքը ասեց որ Էդգարին է նվերը։ Էդգարը վճոն, Արսեն։ Քիփ չենք որ Էդո աս։ Էդոյի ստենդափը։ Էդուարդի ստենդափը որ նայում էի, ասեց որ սիրում է MMD սալյոնն էի կարամելու։ Բայց գնացի ոչ միտեղ չկար, ասում եմ աղջիկ դες բան չկա ընդհանրապես ոչ մի խոտ Սալյոննի կարամելու։ Սալյոննի կարամել, կարող է դա։ Ասեցի որ ինչ որ մի բան տվեք ուշանում եմ, այտենց 3 հատ բերեցի, մենակ Էդգարին եմ հաշվի առել, մի հատ։ Ոչ մեկը սալյոնի չի։ Ոչ մեկ սալյոնի չի։ Ոչ մեկ սալյոնի չի, ամեն մեկը կա կընտրեք վերոզածը։ Էս է Ձիշովի բաները սարը։ Ձիշովը ինչպես ավիասերսի Սելսի Տոմսերը։ Այո։ Ապեկաս։ Մերսի։ Մերսի Ալփինե ջան։ Եվ այսպես փոխանցիրը մի հատ էլ կասես։ Հա, էլի բան կարամ ասեմ։ Գնացել էի կասկածելի երեկոյի կաստինգի ասեցի գնացել եմ արի օգնենք, ինձ ասել են բլոգ բացի, որ կաստինգից հետո քեզ վերցնեն, ասեցին հա ինչ։ Ով։ Սցենարիստներ են դեռ։ Դա մուտքի մոտ ես ասա պրոստը։ Թե ոնց հաղորդման մեջ։ Ասեցին դե լավ, իմ խնդիրը Բայց դու ասեր որ Էդգարի հետ խոսացել եմ։ Ասեցի երեքն ինձ ասեցի Ռաֆայել Երանոսյանն էլ կողքից իմաստուն է, այդ օրը ինքն էր, եթե հիշում եք, ասեց հա ճիշտ է, տենց արա, տենց քեզ կվերցնեն, բայց ասեց չէ, ինչ ով է քեզ տենց բան ասեց, տենց բան չկա։ Ես вообще բան չեմ ջոկեմ։ Ես եմ вообще բան չեմ հասկանում։ Նորից։ Ես ես կա։ Էսի վեկալ, հա, էսի վեկալ մեզ։ Չէ, կատականում, ասեմ մենք կուտենք։ Так, давай խնդիրը լուծենք։ Էլ всё, խնդրում եմ։ Ես ուզում եմ ինչ-որ ֆիշկա ինձ լինի հետաքրքիր, որ ինձ մարդիկ ասեն Արփինեն, ասեն որ Արփինեն, ինչ-որ ձև ինձ հիշեն, ոչ թե ասեն, օրինակ ես ասեցի չէ, նոր երգեր, որ բոլորս գիտենք, դուք չիմացաք։ Այդ տենց ինչ-որ նենց բան, որ ինձ իմանան այտենց։ Չեմ կարող մտա, даже նիկնեյմ չունեմ Instagram-ի հետաքրքիր, Արփինե Սյանա նիկնեյմս, բոլորը գիտեն Արփինե Եսայանա ազգանունս, բայց ազգանունս Սահակյանը։ Բայց ախի գրես Սայան, էդի դուք Արփինե Ս.Յան, ոնց որ Սահակյան։ Ուզում եմ հետաքրքիր նիկնեյմ, даже նիկնեյմ չեմ կարող մտածել։ Դուք լավ նիկնեյմ կլինի շատ Արփինե Սահակյան։ Հենց տենց։ Լավն է։ Լավ նիկնեյմ է, օրիգինալ։ Կարող չէի մտածել։ Արփինե, դու քո ռուբրիկայի նման ես, ջոգում ես խոսքի երգեր, որ բոլորը գիտեն, բայց չգիտեն որ դու էլ բլոգեր, որ միտել լսել են, բայց ոչ մեկ չգիտի դու ով ես։ Էդ լինի ֆիշկա։ Չէ, այդ չլինի, պրոստը խոսում ենք։ Հա։ Պրոստը ուզում ենք հասկանալ իրար։ Բանը ի՞նչ է կոնտենտը, տենց երգերից բաներ, հա։ Տարբեր բաներ եմ նկարում, հենց դա որ չեմ կարող հասկանամ ինչ նկարեմ։ Այդ երգերը լավ է։ Երգերը ի՞նչ է, մի հատ ասեք օրինակ, մի հատ։ Ուրիշ։
Չէ, այդ երկերից, որ Հա, Արամ Ասետրյանին ամենահայտնին եղել են Էմոյի երգը կարող է այդ Օ, ես նայել եմ էդի, հա։ ոնց է։ Այդ բառերը, որ անհասկանալի է, ոչ մեկ չգիտի ինչ է տեղ ասում, բացատրում եմ ինչ է ասում։ Մարդկանց հետաքրքիր է փաստորեն։ Իսկ մի հատ, նայ, ես մոռացել եմ, որ խնդրեմ մի հատ կերկես, ասեմ ինչ է ասում։ Երկեմ թե այդ բառերն ասեմ։ Երկեր։ Էմոնե անհասկանալի չեմ կարող։ Լավ, անհասկանալի։ Լսե թե անհասկանալի։ Էմոնե կաստապեկտորը խալիներով։ Էսի չանած։ Հասկացանք մի քիչ անհասկան։ Էմոնի Դե երկու խալիներով վերենք փրենք օմիեմի դիշնի էմոն։ Էսի հայրեն չի ախպա։ Ահա, հիմա էսի Թե չեմոյի որ նոր չգախ մեր վերցած կտա։ Գլարների հատված։ Իսկ ոնց է, մի հատ բացատրությունն է ասեք, էլի այս հատվածի։ Էմոն եկավ շտապեք տղեր, խալիները բերեք փռեք, որ բի էմից իջնի էմոն, ոդկը գետնին չխփի, հետո դու մի աղջիկ ես դելավոյ, պակոն քեզի շատ է սիրում, հորդ արյունն էլ կռուտոյ, հոսում է քո զարկերում։ Դասերը սենց չի սովորի, է։ Իսկ բանը BM-ից, էդի ուզում ասի B-ից։ Հա, չէ, BMW-ից։ BM-ից։ Ուրիշ չոնում։ Ես խորը մտքեր եմ մի քանի անգամից ես բռնում։ Դասած։ Իսկ կոմոդ ինչ է, նենց է ստացել, որ դու ուժը բոլոր երգերը նկարել ես ու չկան երգ չկա, անհասկանալի ինչ երգ, որ ավերցում եմ, կոմենտներում գրում են լսողության հետ խնդիրներ ունես, դրա մեջ ինչն է անհասկանալի։ Ճիշտ են ասում։ Դա այն լսողության հետ խնդիրներ ունեցող աղջիկ է, այդ այնց բան է։ Իսկ կարող է ես բանը, տենց տեսել եմ ռիլերով TikTok-ով, որ բան են անում, անգլերեն երգը թարգմանում են ռուսերեն, բայց լավ են թարգմանում։ Ու սենց ու երգում են։ Այո, օրինակ ինձ թվում է, հա, բայց դու հայերենն ես անում։ Խոսքի դու լսել ես այս երգը հայերեն։ Նա պարում է ինձ վրա։ Պարում է շատ պարում է հենց իմ վրա։ Շատ լավն է, այս ինձ դժվար է։ Ես էսի կնայեմ, կղրգեմ սաղ չաթը։ Նա պարում է վլեիտա։ Պարում է հենց իմ վրա։ Էսի գրի մի հատ, գրի էլի էսի։ Բայց էսի լուրջ, նայ, էսին այնց բանա, որ մարդիկ ընկերության մեջ ինչ-որ երգում են, խնդում են, բայց տենց նկարած չկա։ Հա, ու տենց հետո էլ կտարածվի, որ վերցրու ինձ եւ ծխիր մեկ հատ մալբորո, այդ տենց։ Այս շատ լավն է, էսի սրանք ես կանեմ, դա։ Էսի կտարածվի, հասկանում եք, էսի կուղարկեն։ Էսի որ տենայք չէի կուղարկի ձեր ընկերոջը, այո։ Հայերեն երգեք, բաներ այդ այնց երգ։ Ձեզ կարևոր է ուղարկեն ասեն նա ինչ լավն է, թե նա ինչ կրինջ է։ Ձեզ կարևոր է որ վերսիան։ Այսինքն ուղարկեն ասեն ինչ կրինջ է, ինձ դուր կգա, չէ։ Դες որտեղ սիրում եք օրինակ։ Կարանք որտեղ տենց բան եք կազմակերպենք, որ ինչ-որ օրագիր նյուզից դες մոտենան, մի հատ շատ խնդալու բան ասեք ու դառնաք հայտնի խոսքի։ Նայեցե կապեր ունեք։ Օրագիր նյուզի։ Օ, այդ տենց, կարա, նայ, օրագիր նյուսը մոտենում, հա։ Դու ասում ես կարամ ռուսերեն պատասխանեմ։ Ու մտնում ես այս բանը։ Պարում ես հենց ինձ վրա։ Նա պարում է ինձ վրա։ Այն դաժե մնաց մեր արդեն հիշում ենք։ Իսկ դուք լսել եք այս երգը հայերեն, այդ այնց։ Իսկ դուք լսել եք այս երգը հայերեն։ Ռուսաստան մեր սրբություն։ Սխալ երգ։ Այսի շատ կայֆ։ Այսի օրինակ խնդալու, այսի կարաս անես։ Այս 80 հոգին լավ թո չլայք են։ Հիմա առաջինը հենց բան է, Մալբորոն անում եք, ինձ թվում է ու բան անում, լավ անում։ Մի հատ է կարե տենց երգ չեմ հիշում, էլի տենց Մալբորոյի նման։ Դա չկա։ Միա բոյկան էր երգում։ Դա դմանարի։ Բոյկուսաղ երգերը գիտեմ, ասա։ Միա չէ բոյկա։ Միա բոյկայի։ Հա։ Հա, ես էքսպաննատեմ դու իմ երկրպագուն խնդալու չէ։ Հա, հələ փորձի մի ամաչ։ Ես էքսպաննատեմ դու իմ երկրպագուն ես։ Այդ հենց վատ թողնես, դու իմ երկրպագուն ես։ Հազար կարատ։ Դու իմ երկրպագուն ես։ Մեզ իմ ձեռքերի վրա տար։ Ահա։ Այս լավ։ Ես շոկոլադի նման կհալվեմ։ Լավ, դու ստոպն է իմացի երբ դաս։ Բայց լավ։ Ես ինձ մա օքեյ բան է շատ։ Շատ։ Չեք նայ sense բաները, ես կնայի օրինակ խնդայի։ Ես կխնդայի, անկեղծ կխնդայի, կղրգի ընկերներից կխնդայինք մենք։ Ու համել այդ ձեր ուզած հիշվելը կլինի, ասեն են թարգմանող երգերը թարգմանող։
Էդի այն վիդեոներից կլինի են, որ 28000 ռեպոստա, 4 հատ կոմենտ։ 6 հատ լայք։ Իմաստունին կարող եմ հարցնել։ Այո, իհարկե։ Ասեք, ինչպես ճանապարհենք։ Ձեր խորհուրդը։ Ինչ պիտի անեի։ Ինչով կարող եք օգնել մեր հյուրին։ Տերմինալից կտրոնը քաշեք։ Ռոզի, պետք է խորհուրդ տակ։ Լսեցիք, չէ՞ իր խնդիրը։ Այ իր խնդիրը հետ կապված մի հատ փորձեք իրան օգնեք, իրոք լուրջ խորհուրդ տակ։ Ոնց հասկանում եմ ինքը ահավոր շատ էներգիա ունի ու չգիտե այդ էներգիան որտեղ սպառի։ Կարող է մեր բանկում ավանդ դնել։ Լավ, կա, չէ՞ արդեն մի քանի իդեա կա։ Հա, nickname էլ մտածեք, գնամ։ Get ready with me են կարակ բանանեք։ Հակառակը որ հետ եք բանանում։ Get unready with։ Չէ, մի քիչ կարա ստորինակ տեղեր, պրոստը բանը, պատրաստվելու լուքեր նկարես էլի։ Get ready with me-ներ, բայց դուսը բան խոսքի տան, պատժեզդում։ Չէ, բան, գնում get ready with me, գնում եմ Պանիխիդա։ Նիշուղի բաներ հետաքրքիր։ Այ Պանիխիդային մեզ պետք է գայս սերի վարակարարատը։ Այս կոպեկը, որ ապարատից կոֆե վերցնենք։ Այդ այնց ինչ-որ կոնտենտ է։ Պսակը։ Եվ իհարկե դագաղ։ Այդտենց դեմքով։ Տարբեր get ready with me-ներ, էլի լավ իդեա։ Իսկ Նիքը ինչ ես ուզում, ինչ անենք։ Հիմա ոնց էր։ Արփինեսյան։ Ուզում ես հումորային բան, հա։ Արփինե Սահակյան, այս կգնա։ Հա։ Արփուկ։ Կուզես Նայ, արփուկ։ բանը, այն փինը ոնց այն որ փին պետք է անեն, է, սեն Զագրեբից։ Փին։ Հա, փին։ Կարող արփին է։ Այն նշանով, այն փինի։ Լավն է։ Փինի նշանով, հա։ Nickname-ում բայց փինը ոնց դնեմ։ Դա դու Դա վտացի։ դու ատա։ Սահակյաններ են աղակի բանով, սահակ։ Ես մտածել էի արփինեն է, բայց հետո այն ախնեանեանենայի նման կդառնա, չէի ուզում։ Էդ իմ զրած Արփինեն։ անենա, աշկերը սև։ Օ, ես գիտեմ։ Դու է արա այդ վիդեոներից, իրար է տարեք այդ վիդեոներից։ Ես գիտեմ ինչ nickname։ Քո papayanը ինչ է։ Ահե։ Չէ, չստացվում։ Էդը կե Ինչ էր պետք։ Որ բան կա, նայ աղջիկներ Ինչ կան, յանի ապլիկացիա։ իրանք բան չեն, հայ չեն, իրանք իտալացի են, որ սենց Արմինե Վաչագանի, բան, այդ ինչ բաներ են։ Nickname-ը։ Պրոստը Վահեի չի բան։ Ուրիշ papa չունես։ Այդ մեկն է։ Կարամ պապիկ Պապիկյան։ ունենամ։ ունենամ։ Ալբերտի, Ալբերտի դեռ իտալական է հնչում։ Հա, հա։ Ալբերտի։ Ալբերտինի։ Ալբերտիչինո։ Գամլետինի։ Բարձես, այո։ Արբի։ Ինչ է։ Դուք բարևում եք պրոստը։ Բան եք ուզում ասեիք։ Դավայց իհարկե։ Ես պրոցի պրոստը ինքը սենց էր։ Էդի լավ չի որ տենց է բարևը վախեր։ Շատ լավ է։ Շատ ապրեք։ Դզեց, ասեք։ Առաջարկում եմ եվրейներին սպանենք։ Ինչ ասեք։ Վայ լավ, մի ուրախացեք դրա։ Դա ասա հու, դա ում դսեց։ Լավն է, լավ։ Լավն է։ Չջոգա, բայց ջոգա, մեզի կպնող ինչ-որ։ Ես մտածում որ դու կարող եք դնել wow.arpine Wow.arpine։ կամ vay arpine Վայ արփինե։ հայավայ տարբերակով ասում եմ vay ես arpine-ն է Հա, լավ, իսկ ահա բան վայ քորա արփինե։ Տիպը վայ քորա։ Վայ հորը սարև արփինե, կավատը։ ուրիշ առաջարկները վերագրում եք ուրիշի տեղը դատումից մի արեք Դուք մեծ չեք սիրում։ Շատ եմ։ Դուք մի հատ вообще ձեններդ գտրեք։ Աղջիկ ջան։ Արփինե ջան, մենք կամերա ենք եկել։ բանա պետք ձեզ էներգետիկ восклицание պետք է լինի Հետաքրքիր բան, դրան ինչպես է։ Հելմեն բան փագի խոս։ Հասմիկ, բշտի մեզ արա։ հասմիկ, ասպրամ։ Փոխիր անունը։ Նոր ասմիկ չէ՞ ասը։ Okay։ Ասպրամ, կուզեք ձեզ ուրիշ բան nickname մտածենք։ Այզակ մի։ Ասպիրին։ Ասպրամը GTA կոդը։
Ասպրամ։ Տանկ անգնում։ Չկա տենց բան։ Կյանքերդ լցվում է։ Լավ դե հանգստացեք։ Ասեք։ Հերացեք։ Բայց կայֆը դա որ դուք եք նիկնեյմ մտածում էլի։ Լավսն։ Ես ունեմ բավականին լավ նիկնեյմ, որում եմ ձեր ռեաբիլիտացիան։ Հլասեք։ Իմ նիկնեյմ։ Հա։ Ավետյան, բայց W ու double T, որովհետև մարքեթինգի կողմից ընդունված է, որ մարդ լավ է հիշում, երբ որ կրկնակի տառեր է լինում նիկնեյմում, ու նիկնեյմի տեղը պետք է օգտագործել կարճ անուններ, որ շուտ։ Բայց ես թվում մարքեթինգը եթե իմանա որ ասպրամ է ձեր անունը, կարաք պրոստը գրեք ասպրամ ու հիշվի էլի, ոչ թե ավետ եկեք A A R R P P I I S S A A այդպես։ Նավերնիկը։ Ու երկու կողմից wow։ Ու կոմից վաու։ Սայլուտներ, սա ղարեր, 3 հատ է ղար։ Ղար։ Այտենց կարող է նիկնեյմը այտենց լինի, որ խաչ, մեծ խաչ, 7-եր։ 7։ Հա, խաչ 7 ղար։ Արփին։ Դա դառը բան, վրացական մաշնի համարն է դառը ինչ որ։ Կարող է, նայ, լավ բան ասեմ, արփինեոտ։ Այտենց ինչ-որ արփի ներարկում, բան։ Իսկ կարող է բան։ Շատ նեֆրսկիչ։ Ինչ որ ասում եք ինչի Էնրիփա։ գուտուշկո եմ ամեն ինչից։ Էնրիփա, հայերը սիրում են բան, մեկ է հոփ հակառակ էսի գիտես։ Էնրիփ աստա, շատ լավն է։ Էնրիփա։ Էնրիփա արփին է թարս։ Լավա։ Հա։ Всё, մերսի որ եկար։ Էնրիփան էր մեր հյուրը։ Բարձես։ Բարև ձեզ, ես Լուսինեն եմ։ Իրական միջև այս պահը չէի մտածել ինչ խնդրի մասին եմ ուզում խոսել, բայց ոնց որ կողմնորոշվեցի։ Արի շրջանակում մի հատ տղայի հետ էի ծանոթացել, տենց Instagram-ով ակտիվ տենց շփվում ենք, միջև այսօր տենց ամեն օրվա կտրվածքով շփում ունենք։ Գիտեմ, որ ինքը նայելու է այս հաղորդումը, տենց չեմ հասկացել, Լուսինե։ Լուսինե, հա, չէ, վсё։ Դուք իրան ճանաչում եք, ինքը եղել է բեմում, Էդգարի մասին է խոսքը։ Խաչատրյան Էդգարի մասին է խոսքը։ Ազգանունս էլ է սխալ ասում։ Ես գիտեմ, որ նայելու է ինքը էս, ոնց որ մենք դրանից առաջ մտածում ենք, որ գամ ինչ խնդրի մասին եմ խոսելու, ու տենց վերջի չորոշեցինք, հիմա ես ուզում եմ տենց չգիտեմ էլի մենք ինչ տենց հարաբերությունների մեջ ենք, վրոդի ոչ ընկերներ ենք, ոչ ինչ որ սենց situationship-ա, ոչ ինչա, զուտ ինքը նայելու է, ես դրա համար սենց ասում։ Լուսինե, բայց դու ջոգում ես, չէ՞ որ էսի դուրս է գալու 1.5 տարուց։ Ձևա Էդգարը ուժը ամու ստացած երեխեքով, բան։ Վիպուսը դուրս գա, Էդգարը բաժանվի, բան, բայց կյանքից սեր է։ Այսինքն դու չգիտես, արի անուններ չասենք։ Դու ինչ որ մի հատ մարդու հետ, ինչ որ շրջանակներում, ինչ որ շատ բան։ Չես ջոգում, ձեր մոտ ընկերությունա, jellyfish-ա, ինչա չես ասում։ Բանը, situation։ Այդ բար։ Եկեք բացահայտություններով Լուսինային հրավիրենք բան։ Արյունք։ Միջև սկսելը ես ուսամ Էդգարի ինձնից չի նեղանա ու հետո ինձ վատ բաներ չի ասի, ուղղակի։ Էդգարը մեր ակումբի կոմիկներից է, թե ուղղակի Արի օգնենքին հյուր է։ Ինքը Արի օգնենքին հյուր է եղել ու տենց ոնց որ ինքը իր Instagram-ի նիկնեյմն էր ասել, ես իրան follow էի տվել ու տենց ոնց որ սկսեցինք խոսալ։ Ինչ էր նիկնեյմը։ Դուք որ հիշեցիք բաները, գեր ուզում եմ ասել Էդգար։ Չեմ հիշում։ Լավ, օքեյ, պատմեք, հա, հետո follow տվեք իրար, բան, հա։ Ահա, ոնց որ ամեն օրվա կտրվածքով խոսում ենք, ոնց հավեսա, չգիտեմ։ Ինչքան վաղ է խոսում եք, ինչ ձև եք խոսում, խոսքի ինչ, բարև։ Դե հա, ասենք չգիտեմ, գործից հետո որ գնում եմ տուն, պիտի հաց սարքեմ, տենց զանգում ենք Instagram-ով, տենց անկապ մեր օրվանից խոսում ենք, ինքն տենց խնդալու բաներ ասում, անեկդոտներ է պատմում, տենց խնդասում եք ես։ Այո։ Դզեց, հա։ Իսկ բանը վերջինը կհիշ ասես, ինչ կատակարը, պրոստը ուզենք ջոգենք ինչի վրա ես խնդում։ Ինձ պատճառ պետք չի դրա համար։ Իրա ամենախնդալու կատակը Էդգարի։ Չեմ կարող հիշում։ No, օրինակ անեկդոտներից, լավ, անեկդոտներից։ Չեմ հիշի։ Բայց քեզ խնդստում է Էդգարը։ Ահա, բավականին։ Դա հա։ Ոնց մի բան չես հիշում։ Так, նայ, դու մտար տուն, բան, դրեցիր հեռախոսը ու ձու ես ջարդում, սենց։ Էդգարի հետ շփվում եք։ Հետո ու Էդգարը ինչ շուտ կայ անում։
Ուրեմն ու Էդգար ընտես Վարդանի կետմա ընկեր Մարգոյի մոտ քննություն վատ անեկդոտ է։ Էս իմ կյանքի ամենասխալ որոշումներ երևի։ Էսի պատ ինչ է։ Որ սենց երևի ասցի եք աստեղ սենց։ Էսի ամենաճիշտ որոշում։ Հələ լիքը սխալ որոշումներ ես կայացնելու։ Արչևում է, Հələ չէ՞։ դու նա ինչեր ալնելու ես, հա։ Հետո։ Դուք Բայց սիրալված եք Էդգար։ Չէ, բացարձակ, չէ, ես սիրահարված չեմ, ինձ հաճելի է ոնց որ իր տեսակը, իր մարդ տեսակը, ոնց որ մենք ընդհանուր լիքը թեմաներ ունենք, որ կարանք խոսենք այդ թեմաներով։ Չգիտեմ, զուտ այն որ Վրացին, մենակ լավ։ Չէ, մենք շատ լուրջ թեմաներով տենց կարողանում ենք էլի ընդհանուր ինչ-որ բաներ գտնել, խոսել, այդ առումով բավականին հաճելի զրուցակից է, բայց գիտեք ոնց որ ուղղակի որ պարապենք, տենց իրար հետ խոսում ենք էլի, որ ժամանակը անցնի, հիմա չեմ հասկանում։ Այդ զուտ պարապությունը ինչ է, հա։ Всё, հա, հասկանալի է։ Դուք ուզում եք ջոյի Էդգարին ինչ զգացում կա, թե չկա, թե ինչ է, հա։ Դե չէ, ինձ թվում է չկա, ուղղակի ոնց որ ոչ այնա ընկերներ ենք, ոչ այնա ընկերներ չենք։ Անորոշ Իսկ դու հեճերի հետ խոսացել ես տիպը բան, այդ ես քունիշն եմ։ Հերիք այդ անեկդոտները պատմես, այդ։ Հետո մի խնդրում երկու րոպե։ Ով ես դու ինձի։ Շատ խնդալու մարդ է հետո։ Հետո արա, իմենամ ով ես արա, իմեն խնդամ, էլի խնդամ։ Մենք ընկերներ ենք, թե ինչ ենք, դες ուրեմն ավարացին տևին բռնում է։ Բայց նենց կուզեմ մի հատ Էդգարի շուտ կա լսել։ Ահա, մի հատ հիշեք էլի խնդրում։ Ես հիմա այնքան սենց հուզված եմ։ Բարդիների անեկդոտը պատմա, դա օրինակ։ Ինչի։ Բարդիների։ Հա, հիշեցի ինչա պատմել։ Շատ տափակ հումոր էր, տոլի անեկդոտ էր։ Դրա համար էլ մենք իրեն սիրում ենք։ Եվ ասեց թութակը Թութակը գցի սասսկի հետ, տաշասար։ Դու ջարդի վրեն։ Թութակի բդերը ժամու կես էփի։ Так, դու պատրաստում ես թութակ, ինքը ասում է կակրոս դրա վրով կատակ ունեմ, հա։ Հա, ես թութակին էի պատրաստում։ Ինքը ինչ ասում, թութակ։ Թութակի մասին կատակ։ Ահա, կատակի իմաստը այն էր, որ թութակը իր համար գնում էր կամ ինչ-որ թռչուն էր, չեմ հիշում։ Անեկդոտ, հա։ Հա։ Թութակը էթում է։ Թութակը գնում է։ Հետո Աշոտ Ղազարյանի հետ ես շփվում չեմ ժողովում։ Ռաջավես թութակը դաժե չի տնում, էթում է այս։ Այսպես թութակա նացած։ Մեր Էդգարի թութակը տենց։ Այն անեկդոտը է, որ օծը բամբաներ կեն թևի տակ դրած բանի, մարդկային աս։ Խափում խնդստում ա, էլի, խափում խնդստում, լավ։ Կապիկը գնում, թութակը գնում, հա։ Թութակը գնում ա։ Պայմանական թութակը գնում է։ Չէ, Մեքենայի տակ մի րոպե, անկնում։ խի պայմանական, ես թութակ եմ պատկերացնում։ Չէ, կոնկրետ բանս է պատկերացնում։ Ահա հումորի համար կարևորություն չի, ինչ Դե է։ չէ, ինձ թվում է չէ, հեսա պատմում հասկանանք։ Թութակը գնում է, ընկնում է մեքենայի տակ, ուշքը գնում է։ Արդն անում է վանդակի մեջ, ինչ ասում է, վարորդը մահացավ, թե ինչ, ես հիմա հաստատ լավ չեմ կարա պատմեմ, ու տենց ինչ-որ հումոր էր, բայց այդ ժամանակ, որ ինքը պատմեր, նու մի պահ չհասկացա, հետո որ հասկացա Հա, այսինքն մեռելա, վարորդին տանը։ Ճաղերի հետևում է։ Մի պահ, որտեղ մենք էլ ենք հասկանալու։ Ես շատ վատ եմ բացատրում։ Դու ձեռի ձուն ջարդի պատին խնդալոց։ Թափիր է տուտելիքը։ Չէ, իրականում ես հասկանում եմ։ Արա, ես հասկացա։ Ուրեմն նայ, այսինքն երեկո է, ինքը բան անում, զատիկի ձվեր է ներկում, ու ես այդոն sense մտնում եմ, ինչա թութակի ձվեր է, բան, yani գույնավոր։ Հա, որպես շուտկա է, էլի զախոդ եմ մտնում։ Դու պատկերացնես մենակ ձու ես սարքում։ Մտածում ձվից բացի ուրիշ բան չի սարքում, մենակ ձու։ Ինչքան ժամ, ես ասում եմ ձեր սիտուացիան, հա։ Ես ասամ իրան սիտուացիան։ Ինչքան ժամանակ է շփվում եք։ 6 ամիս երևի կլինի։ 6 ամիս։ Բանը առանց իրար ինչքան ժամանակ չեք կարա։ Որ ամեն օր խոսացել եք 6 ամիս։ Դե հա։ Ամեն օր։ Հա, ինչ որ sense Ով է։ իրար մի անգամ ենք տեսել։ Էդո դու ես։ Իրար տեսել եք։ Բա ինձ տեսել է։ Ինձ տենում եք։ Ժող, ով կաստե։ Ով կաստե։ Ժող։ Մեկը մտել է։ Կորցնա չդար։ Իրար տեսել եք։
Իրար տեսել ենք, ստեղ ենք հանդիպել, ուղղակի ես ընկերուհուս հետ ինքն էլ եկել էր ստեղ շոուին։ Ինքն էլ էր իմ ընկերուհու հետ, դրա համար ես բան շարի։ Չէր դզում, դրա համար պրոստը, օքեյ։ Այդ մի անգամ ստեղ եք տեսե։ Հա, ինքը տենց որ միշտ ասում է, չգիտեմ, գնանք կաֆե խմենք, բան, բայց հետո ինչ որ մի բան չի բռնում ու տենց Այդ որ պահը։ cancel-ա լինում։ Դուք գնում եք կոֆե խմելու, որ պահը։ Այնեք ինքը ինձ հրավիրում է արի, բայց ինքը ինձ նան ժամը է հրավիրում, որ ես չեմ կարա։ Բայլուս ասում է, չէ, ասում է, ես խնդիր չունեմ առավոտվա հետ, ես խնդիր ունեմ գիշերվա հետ, որտեվ 10-ը իմ քնելու ժամն է, իսկ ինքը 10-ին օրինակ կարա գա, այստեղ շոուին մասնակցի, իսկ ես չեմ կարա։ Ոնց ստանում է։ Այսօր գրվել եք երեխեք։ Երեխեքը։ Այսօր չէ։ Այսօր չեք գրվել։ Այսօր չէ։ Նայ։ Ես ուզում ինքը ինձ չի նեղանակն է էս Էդգար։ Բայց ես իմացա դու մասն ես ասում, շատ կայֆոտ տղա է Էդգարը, անպայման ամուսնացեք։ Էդգար լսեցիր։ Էդգարը քեզ ոբշում չի բանանում, ինչ ես կարծում ունի զգացմունք Էդգարը։ Չունի։ Ես չեմ կարծում, որ։ Ես վստահ եմ որ ունի։ Ունի, չէ։ Ունի։ 6 ամիսա շփվում եք։ Ամեն օր ոչ մեկ չէր նայի, ոնց է ինչ որ մեկը հաց սարքում ախպեր պրոստը տակ։ 6 ամիս պրոստը չէիք խոսա, հաստատ։ Դե գիտեք ոնց ինձ թվում է ինքը ուղակի պարապա։ Ուտենց Պարապա քո հաց սարքելու ժամերին։ Չէ, ինձ թվում է ինքը հարմար ցնում է, որ քո հետ խոսա այդ բանը։ Բայց ինչի՞ չես կարծում։ Այսինքն ինքը ինչ-որ մի բան ասել է, որ դու չես կարծում այտենց։ Նայեք, դու գնացել եք կոֆե խմելու։ չեն գնացել հենց դա։ Ոնց։ 6 ամիս չեն գնացել։ Ոնց էր միշտ առաջարկել է, բայց ինչ որ մի բան խանգարել է ու տենց։ Խոսքի ինչ, Ժամ։ Օրինակ մենք որ ծանոթացանք ձմեռներ, ստացվեց նրանց որ պետք է պայմանավորվենք։ Չէ, Այս անեկդոտը դու լուտ չլսի։ Ձմեռվա մասին անեկդոտը։ ու տենց ոնց որ իմ աչքերի վիրահատության շրջան անգավ, տենց չկարողացանք հարմարացնենք, ու տենց մնաց։ Բայց պայմանավորվել ենք, որ պետք է սկսենք իրար հետ վազել, շաբաթ օրվանից սկսում ենք վազել։ Ուր։ Բանգլադեշում։ Հա, սենց վազեք։ Վազենք, ուղղակի։ Չէ, իրականում շատ բռնում է։ Բանը, Բանգլադեշում չեն վազում, Բանգլադեշում փախնում են հիմնականում։ Գալիս ես Բանգլադեշ փախնենք մի 3 կիլոմետր։ Բանգլադեշ վազենք շներից։ Նայեք ինչ եք անում, Էդգարին մի 3 օր չեք գրում։ Եթե ինքը ձեզ սենց շուշուտ գրում է, սենց գրում է, էլի չեք պատասխանում, էլի է գրում, էլի չի։ Այտենց, եթե մի քիչ ինքը պայքարում է, ուրեմն գնացեք վազելու եւ վազեք դեպի սիրո արահետ։ Բանգլադեշ չէ։ Բայց թե խոսքի մի 2 անգամ գրեցիք, չգրեց, всё, Քեզ պետք է հասկանալ ինքը ինքերական է, քո հետ թե ինչ-որ զգացմունք ունի։ Օրինակ եղել է այս 6 ամսվա մեջ ասի բան, Լուսինա, մի հատ 5000 գցի քարտից։ Եղել է։ Լուրջ։ Լուրջ։ Լավ հանգստացեք, դուք չգիտեք Էդգարը շատ լավ տղա է։ Ջոգիկ ոնց բռնի, ջոգիկ։ Ես էլ եմ տենց անում։ Նայ։ Բայց ինչ ասա, կարող ասել եմ 5000 գցի, մեզի տոմս առնեմ, թռնենք ավիասերվիսով էժան։ Այս դաչին է իրար հետ միտեք եթենք, շատ էժան։ Այս դաչին կեթանք ծաղ։ Դաչով է 10 հատ անեկդոտ կառնեմ։ Okay, aber փողա ուզե։ Չէ, պատմի էլի, եթե ուզել է պատմի։ 5000 ուզեց, ասաց գցի աջոյից հետո։ Ասաց կենտ թիվա հիմա ժամով, հաստատ կտա, մի հատ 5000։ Ոնց եղավ, մի հատ ասեք։ Так, դուք բանը ձու եք ջարդում, ահա, հետո։ Ջարդել վերջացրել եմ արդեն։ Այսինքն մատորսից մեջից սենց է կանում, հետո։ Այդ process-ի մեջ եմ, ու տենց ոնց որ կատակով կարող է տենց, չգիտեմ, ասի դե դու շատ ես փող ստանում մի 10000 գցի քարտից, ասեմ դե քարտի թվերը ասա, քարտի թվերը չես եսի կարող գիտես։ Արա դուք փոքր եք հələ։ Բա Տենց ինչ-որ բաներ եք անում, տիպը գցի։ Ասում քարտի թվերը ասա։ Էվեր բան ասում գցի, ասում քարտի թվերը ասում, «Կյանք լուրջ ուզում եք գցել»։ Ժայգիշ, քարերը կտասու։ Ой, я тебе, а ты мне, ты тоже хотел мне его. Դուք քյութ եք։ Վայ դու 5000-ի մաջարապետին ես ունքսել, ես 5000-ին ես ունքսել։ Կլարնետա ու։
Էդգար կներես։ Էդգար ջան, մենք քեզ շատ հետո Հա, ինձ թվում է պետքա խոսալ, որովհետև նա է ձև կա, որ իս որ Չէ, գիտեք, խնդիրը որն է, որ մենք կներես, որ դու պատրաստում ես։ Ինքը այդ ժամանակ ինչ անում, ուտում է ինչ-որ մի բան։ Չէ, դու ուղղակի ասենք, չգիտեմ, ինքը գործից դուրս է գալիս, պիտի քայլի տուն, այդ ճանապարհին զանգում է, ես էլ դե արդեն տանեմ լիմ ինչ-որ բան եմ սարքում, տենց խոսում ենք էլի։ Էդի չէ պարապա ինքը, բայց էդի գործից գնում է տուն։ Հա։ Նայ որ քայլերուց բարապ չեն մա։ Պարապա։ Ես պրոստը հաստում եմ, լավ մտածում դավայ։ Չէ։ Ես գիտես պրոստը ինչ մտածել, որ կարող է Էդգարի համար Լուսինեն սենց ինչ-որ բանն է, YouTube-ի վիդեո է։ Այն որ սենց նստում հաց ես ուտում, սենց համը կարաս Ես էլ եմ տենց մտածում, դրա համար ասի գամ մի հատ սենց բարձրաբան։ Հետ եղել է վիդեո քոլը ժամանակ սենց տպտցնի երկու հատ էկրանին աչք։ Յանի առաջ տա։ Կամ այս սենց եղել է, սենց էկրանին սենց սխմի, ասի մի քիչ արագ խոսաս։ Չէ, ուղղակի այդ ընթացքում ինքը 6-ա ձու ես ջարդում հետո 12 ձվանի տող։ Չէ։ Մի հատ բայց որ Էդգարի հետ խոսանք, մենք լրիվ կջոգենք, ինքը ձեզ սիրում է թե ինքը չէ։ կարող ուղղակի դե չէ։ Լա, օքեյ, չէ, օքեյ, ասեք չէ, մի բան եղեք։ Զանգում եմ Էդգարի տնից։ Չէ, իրականում մենք լավ ընկերներ ենք, տենց Всё, զանգում եմ։ Ես մի հատ դաժե բան եմ ասում։ Շատ փոքր է։ Իսկ աղա բան անեք, Էդգարին պատմեք, որ մի հատ տղու եք սիրարվել։ Ատենց տենեք Այդ ամեն օր քննարկում ենք։ Չէ, դե այդ մենք ամեն օր քննարկում ենք։ Բայց մի հատ ինչ որ նասեք աղջիկների, չգիտեմ, ասում են ինչ գրեմ բան, տենց ես եմ ասում կամ չգիտեմ, ինչ որ տղու եմ հավանում։ Լուրջ ասում է ինչ գրեմ ես աղջկան քեզ է հարցնում։ Ինքը ստուգում է, տիպը ինքը կխանդի, թե չէ, էսի բանն է, 19 տարեկանների բանն է էսի ախպերը։ Էսի տենց մեկը մյուսին խանդեսնի բան։ Այդ սպանելն է, էլի 19 տարեկանի բան է ինքը այդ սպանելը։ Հա։ Բայց կարող է եւ չի ստուգում, ախր, կարող է եւ չի ստուգում, հա։ Խնդիրն է դա։ Դու ինքը մտածի 3 տարի մտածի ստուգում, հետո այդ տղա աղջիկ երեխեք ունենա, բան է, տղեն բարձվի չէր ստուգում։ Պրոստը քեզնից հարցնում էր, դու էլ օգնում էիր իրան խորհուրդներով։ Իսկ դու հետ սարքել ես ձվածեղ, բայց որ Էդգարը չնայի, ուրիշ տղան նայի։ Չէ, մենակ Էդգարի համար։ Բայց ձվածեղը սարքում եք այն բանով, եք ուղարկում որ մի անգամ կարա նայի հետո։ Սենց հավնահում, բայց դեմքը չի երևում, այլ։ Հավի դոշ ամենակ դրած։ Շատ հավի դոշ։ Բայց իսկ թվում է բան է, ինքը ձեզ հավանում է մի քիչ, որտեղ 6 ամիսը շատ երկար է, որ պրոստը շփվի, այտենց հաց եք սարքում, հա, օքեյ։ Բայց Ձիմբոլե դուք կարող եք ինչ-որ բան ասես, տարբեր շատ կուլինարնի ուժեղ բաներ եք սարքում։ Եթե ինչ-որ խոսքի տարբեր բաներ եք սարքում, կարա հետաքրվես նայից, այսօր ինչ է, երեք լազանյա էր։ Օրինակ, ես վերջերս գնացել էի մոտո քշելու, ինքը տենց օգնում էր հասկանամ ինչ հագնեմ։ Ինչ։ մոտո քշելու եք գնում, ինքը օգնում էր հասկանալ ինչ հագնեք մոտո քշելու։ Հայա։ Տիպը էս յուբկեն մի հագի։ Չէ։ Բա։ Ну ես ոնց որ ասում եմ, եմ, չգիտեմ, այս շալվարն եմ հագնում, այս առոջկան եմ հագնում, ինչ ես կարծում հարմար է, սիրուն է, չգիտեմ, նկարված բան, տենց։ Հա։ Իսկ ինքը չէ, ձվածեղը։ Էս հետաքրքիր չի։ Okay, եթե հագի բայց սարքել։ Պոմիդորով ձվածեղ։ Իսկ մոտո դու ինքնուրույն ես քշում։ Չէ, բնականաբար չէ։ Ընկերոջ հետ։ Ամուսնուս հետ, մոտոն ամուսնուս հետ։ Ես մտածում եմ բան անենք, մի հատ պետք է լուրջ խոսակ իրար։ Կարող է բան անենք, մի հատ ռիսկ թե ճշմարտություն խաղակ իրար հետ։ Գիտեք ինչ է լինելու, ուղղակի ինքը էս որ տեսնի, ինձ բլոկ է անելու։ Չէ, չի անի բլոկ։ Հա։ Իսկ դու կուզեիր ինքը քեզ բլոկ Չէ։ անել։ Չէ, ռոզի, չէ։ Ուրեմն չի անի։ Բայց դու զգացմունքներ ունես Լուսինը։ Ես։ Հա, դու պես Չէ։ Հա, պես։ Այսի զգացմունքներ ունեցող աղջիկա յուբկա է։ Ունի։ Լավա ֆրացիր դեմքը չտեսան։ Կարող է Ռոզին հարցնենք։ Ռոզի, ինչ կարծիք ունեք։ Մի հատ ձեր իմաստունի կարծիքը ասեք։ Պատկերացրեք, հեսա ձեր աղջիկն է եկել է, բամամ հաց եմ սարքում մի հատ տղու համար։ Այս 6 ամիս։ Համար չէ։ Մամա տանձվերը բրծել, մի հատի չի առծու առ մամա։ Մամա կանադականը պրծա, մամա։ Սարքեցի։ Մամ կարաս ասին զումնեն ստաս կադր չեք մտնես։ Նախ քեզ պետք է իրոք բարձել։
ինչ ինձ թվում է եթե պետք լիներ դու 6 ամսվա մեջ գոնե մի անգամ հարցրած կլներ Ախր ինքը ամաչում է, Ռոզի դուք չեք հասկանում, ինքը ամաչում է, ինքը վախենում է, որ դա անպատասխան սեր լինի։ ուզում կորցնի։ Այո, ինքը նույնիսկ չգիտի։ Եւ ընկեր չկորցնի։ Ինքը ունի Ուզում հետ գնամ մի 20 տարի հետ հասկանամ ինչ կա։ 20 տարի որ հետ գնաս իրանք չկան, իրանք Էդգարը չէի շփվի, ես այդքան ժամանակ չունեմ։ Բայց ինքը չգիտի սիրում է թե հաճելի չէ։ է Էդգարի հետ։ Ինքը շատ հետաքրքիր Սիրում է մարդ թե է։ չէ։ Իհարկե հաճելի է։ Իսկ ահա պրոստը ընկերություն եք տիպը այս։ Բայց ինքը ոնց որ տարիքային տարբերություն կա, չգիտեմ, ինքը համաձայն չի։ Չէ, ընկերություն Ընկերություն, ինքնատիպ բան, դրուժբա։ Դե ոնց որ մենք փուլում ենք։ Դու հիմա պետք է հասկանաս քո մոտ պրիորիտետը որն է, դու ինչ ես ուզում։ Եթե ուզում ես շփվես պրոստը շփ, որտեվ Էդգարը քեզ առաջարկություն չի անելու, դուք չեք ամուսնանալու տեսքան։ Այսինքն բան ժոստկի բան։ Այսի լավն է։ Ահա։ Եթե դու ուզում ես պրոստը հաց սարքես Էդգարը նայի ծափարի, կարաս։ Բայց ավել բան չի լինելու։ Կարող տենց բլոգ անեք, որ հաց եք սարքում, վաու Լուսինե, տենց գրեք։ Լուս Էդգարը բանակ է գնալու։ Հələ բանակ պետք է գնա։ Չէ, ճիշտ ասա, լույս, էդի հաստատ խոսացել եք։ Չես ասել, ինքը չի գալի, ասում լսի, բանակ եմ եթում 2 տարի ինչ հակնեմ։ Բայց 19-ն է, պետք է գնացած լիներ, հա, հայր։ Ինքը եթե չեմ սխալվում, Ռուսաստանի քաղաքացիություն ունի, եթե չեմ սխալվում, չգիտեմ։ Հա, հիմա ստեղած։ Լուսոն աշկիս Ռուսաստան ուզում գնա։ Հա, հիմա սա ուզում են вообще գնան Ռուսաստան, ընդ հիմա շատ կայֆոտ է։ Ինքը Տոմսերներ ջան։ Ինքը այսքան ընտրությունների համար էր եկե, հա, ու մնացածը շփվեց։ 6 շուտ է եկել, 6 ամիս առաջ է եկել չջոգել։ Դու կարայի ասել լուսո պրոստը մի քիչ դիտար գիտես, բայց դու արդեն 6 ամիսը դիտարկում ես ես։ Չէ, ոչ թե դիտարկելու հարցն է, այլ այդ մարդու հետ պրոստը շփվում եմ։ Ինձ հաճելի է, մենք ընդհանուր թեմաներ ունենք, տենց հետաքրքիր։ Հա, всё, просто շփվեք, ես ասում լուծում, просто շփվեք, ինքը ստինքյան սաղ կընկնի իր հունի մեջ։ Հա, սպասեք ինձ բլոկանի։ Կամ մի քիչ կմեծանա։ Ինչ է ինչ-որ պայ կպրծնեն թեմաները, էլ չեք խոսա ու կպրծնիք էտա։ Կամ էլ կգնաք սիրո արահետով։ Հա մեկ էտնես մի ասել, հեսա ինքը ինձ բլոկ կանի, դու ես դա բլոկ անողը։ Չէ։ Ինքը եթե սա տեսնի, ինձ ոնց որ հակառակ լինի ձեր հարաբերությունը։ Անեկդոտ պատմող մարդը չի դա բլոկ։ Ասում ես բան, Էդգարը դեմ է, ինքը փոքր է բան։ Այդ ոնց որ հակառակ պետք է լինի ճոգում ես։ Էդգարը պետք է օքեյ լինի, դու դեմ։ Այո, Էդգարը պետք է ուզի։ Լսեցի՞ր Էդգար։ Հա, всё, Լուսինա ջան, լուծված է, չէ՞ ձեր խնդիրը։ Դուք արդեն թեթևություն զգում եք։ Ես մահավոր լարվածություն եմ զգում։ Вообще, այդպես ես դու գրում ես, լսի քեզ ինչ եմ ասում։ Այսինքն, մի անգամ լսի քեզ ինչ եմ ասում ուրեմն։ Չմեկը անում է։ Էս ուրեմն վերջին ձունը, որ ես քո համար ջարդում։ Էդգար, էսի վերջի ձունը։ Էլովունի խնդիրներ, մեզ մնացել է վերջի խնդիրը, այո, բարձր ձեր խնդիրը։ Ես երբեք չեմ ժամադրել հայ աղջիկների ու չգիտեմ ոնց մոտենամ հարցին։ Ձեր օգնության կարիքը ունեմ։ Էսի շատ լավ խնդիր է։ Էլովունի խնդիր։ Բարև ձեզ։ Բարձր։ Իմ խնդիրը նրանում է, որ ես առաջի տպավորություն, վատ տպավորություն եմ թողում ոնց որ իմ մասին, ու դա ինձ հիմնականում, չգիտեմ, իմ տեսքից է, թե իմ խոսելաոճից է, թե ինչից է, բայց հիմնականում վատ կա։ Փոխանցեք էլի միկրոֆոնը։ Չեք տեսել, բայց որ տենանք вообще։ Այսքանը հերիք է։ լուրջ։ Չէ, իհարկե կատակ ենք անում, բայց այդ խնդիրը չենք ընտրելու։ Ասեք։ Ու ոնց որ դա ինձ հիմնականում խանգարում է նաև իմ կարիերայի մեջ ու իմ ընդհանրապես գործունեության մեջ։ Գործում եւ այլն Ինչ կարիերա է ձեր մոտ։ Դե ես առաջի մասնագիտությամբ երգչուհի եմ, դրանով եմ վաստակում գումար ու աշխատում, բայց ես հիմա փորձում եմ նաև դերասանուհի ու թատրոնի ռեժիսոր դառնամ, որի մեջ ինձ խանգարում է, ինձ միշտ վատ դերեր են տալիս, այսինքն տալիս են վատ մարդու դերեր։ Այսինքն ես երբեք լավ դեր չեմ ստանում իմ կյանքում։ Իսկ դες հետաքրքիր չի, ինքը թարախ տեսք ունի, թե չէ։ Հետաքրքիր չի դες։ Հա։ Ես կուզեի մի հատ նայենք, էլի հետ կներ նստեր։ Ես չեմ ալարի, կգամ ինձ կնայեք, ես հետ կգամ կնստեմ։ Ձեր անունը ի՞նչ է։ Միլա։ Միլա։ Միլա, մի անգամ նայենք, էլի։ Կներեք, մեր նայենք պրոստը։ Միլա։ Մի վարքան։ Բայց ասեմ, որ ես այն խնդիրն եմ ընտրելու։ Այն մեկն եք ուղղակի ուզում եք նայեք վրա։ Շոտ ամոթա։ Եկեք ծափարենք Միլան։ Միլա, բարձացի էլի, մի հատ բարձացի նայենք։
Չէ, պրոստ, всё, արդեն ոչ մի բան պետք չի, նայեցինք։ Մերսի, եկեք մի լայն ծափարենք։ Շնորհակալ եմ։ Բայց Երեխեք հասկանում եմ, որ զզվելի բաներ եմ անում, հասկանում եմ, բայց պետքա երրորդ խնդիրը տղա ընտրենք։ Երկու հատ աղջիկ եղել է ուժը, հա? Մենք всё-таки բան չենք, չէ՞, սեքսիստ չենք։ Իհարկե։ Միլա, կներես, դու շատ բարեհամբույր տեսք ունես։ Вообще խոճուճներով մարդը ոնց կարա չար մարդ լինի։ Ես շատ բարի դեր կտայի ձեզ օրինակ, ինչ որ փողոցի տատիկ խեղճ բան, այդպես շատ բան դեր կտա։ Ես даже ձեր պատվին մի հատ խոճուճ տղա կկանչեմ, ձերպես խոճուճ։ Այ քո անունը ոնց էր։ Արմանը բանն էր, չէ՞ որ հայ աղջիկների հետ դեյթի չէր գնացել։ Եկեք ծափարենք Արմանի խնդիրը լուծենք, արի Արման։ Լավն է։ Արման, ես մի հատ կարևոր հարց, հայ աղջիկների թե աղջիկների։ Մի հատ սկզբից զուտ էդ Չէ, հələ մի րոպե, Արման, իսկ այդ դու չէիր անում բանն այն որ տիպը չեմ կարող զնակոմից սրնեմ։ Էս ինքը չի։ Չէ, այն հարցը ուրիշ էր դուք լուծեցիք։ Հիշացնեմ։ Չէ, նախորդ խնդիրը։ Նախորդ խնդիրը, հա, Նախորդ խնդիրը, հա, հիշեց, այն որ կարճ էիր հագնվում, էդի։ Չէ, կարճ ես հագնվում, Արման։ Կարճ շորտիկ, երկար մազեր։ Չենք լուծել։ Օրինակ ես հիմա չեմ կարող ոտից բացի ուրիշ տեղ։ Ես էլ մենակ ոտերին եմ նայում։ Ես ոտ, ծունգ, մազ, ոտ, ծունգ, մազ։ Ուրեմն նպատակից համեստ էր հագնել, խաց ինքը աղջիկը կարա ոտերը բացի։ Լավ, օքեյ, ասեք։ Բայց նենց է չի գեշ ոտերը ախպեր։ Շատ սիրում ոտերը։ Շատ սիրում ոտերը։ Փրչերը չեն։ Մի քիչ փրչեր։ 10-ից 2 հատ ոտ։ 10-ից 2 ոտերը։ Քանակը ոտերից։ Всё, լավ, Արման ջան։ Կներես։ Մի հատ էլ կասես քո խնդիրը։ Հա, իմ խնդիրը այն է, որ ես երբեք չեմ ժամադրել, դեյթ չեմ արել հայ աղջիկների ու ոնց որ ձեր օգնության կարիք ունեմ, որ այդ հայկական դեյթինգի լանդշաֆտը ոնց որ նավիգացիա։ Իսկ ու ինչ աղջիկների հետ, ու ինչ ազգի աղջիկների հետ ես։ Դու Հայաստանում չես ապրում։ Չէ։ Որտեղ ես ապրում։ Ապրում եմ Ամերիկայում։ Ամերիկայում շատ չեն հայերը։ Դե շատ են, բայց ես իրանց շուրջ չեմ ապրում։ Դու որտեղ ես, Լոս չես ապրում, Գլենդել։ Բա վերջին կայարանը Մայամին էր։ Կայարան մի կանգառ ես ապրում Ամերիկայում այդ ինչ է։ Այնպես թե կայարան եմ մնում ընդ Մայամի, այստեղ ջոգը։ Կայարան Մայամի։ Վերջին կայարանը Մայամի։ Ինչով ես զբաղվում, ինչ ես ծրագրավորող ես։ Так, բայց մի հատ կասես շատ ես դեյթերի գնում, հա, ուրիշ ազգի աղջիկների հետ, հա։ Չէ, շատ չեմ գնում, կարող է խնդիրն էլ հենց ոնց որ մասնակի հետ, հա։ Բայց քեզ հայ աղջիկները դուր գալիս են։ Ինձ թվում է դուր գալիս են, հա։ Դե որ դեյթ չեմ արել, չգիտեմ, բայց բայց ինձ դից մին է, ախպոր գոս։ Ես բան եմ անում, ասած ուղիղ աշկերից մեջ է նայում ախպեր։ Կներես։ Դու է ոտերինն է իր։ Ես էլ ուղիղ ոտերին եմ նայում։ Բացել բերել եմ, որ չնայես։ Իսկ Ամերիկայում ես ապրում, բայց ստեղ հիմա ինչ ես անում։ Ստեղ ոտերից ցուցադրությունն է Երևանում։ Հենց հիմա 4 տեղ ցուցադրվում են ոտերը։ Սենց անես գոնես։ Հա, մի քիչ սենց արա, ստեյտ սենց հավքվել ախպեր։ Ապա չէ մի հատ մի քիչ արա էլի։ Էլի դե սենց արա։ Իջեցնում ես, հետո սենց ես անում։ Հել որ քեզ հարմար լինի, հել այս սենց արա, սենց նորմալ սենց իջեցրու։ Թոշան չի էլի։ Մի հատ պլետ չկակցեմ վրես սենց որ։ Չէ, լավ է։ Так, всё, Արման ջան, կներես։ Պրոստը, նո, հասկանում ես, չէ, բանը, տեսքը շատ ամեն օր չի որ սենց ոնց որ խաձեշե Միշեն եմ։ Հա, դու էլ ինքդ հասպել նամանավանդ բանը, ստրիպտիզորի պրիչոսկե, ախպեր, вообще սենց շատ սիրուն է։ Ինչ է այս պրիչոսկի անունը։ Կասկադ։ Undercut։ Կասկադ մոտիկ է, էլի։ Undercut-ը բան, yani տակից կդրած։ Yani տակից վերցած։ Թեթև դասած տակից։ Так, իսկ դու ոչ մի անգամ չես գրել ոչ մի հայ աղջիկ, հա, որ տիպը հանդիպենք։ Չէ։ Բայց դու քեզ ինչ-որ բան վախացնում է։ Չէ, ուղղակի տենց կյանքի բերումը վերջի 10 տարին Ամերիկայում ու լոսում չեմ։ Այսինքն դա 99% հայերի ջրում է Ամերիկայի։ Այսինքն դու մտնում ես Tinder։ Չեմ մտնում Tinder, չէ։
Okay, ու դու արդեն ծինդրում ես։ Ես Tinder-ում չեմ։ Ոնց է ժամադրում։ Մեզ պետք է մի քիչ ավելի շատ ինֆորմացիա։ Ոնց է քո ժամադրությունը ամենասկզբից։ Մի հատ քո date պատմի էլի օրինակ։ Ամենասկզբից ոնց ես դու ես գրում, ինչ ես անում, այսինքն տունը լրված, ասենք թե ձու ես սարքում, հետո։ Չէ, տնից լրված չեմ գրում, ասենք պրոստը Հետո Տած օրգանիկ դեյթինգի կողմնակից եմ, էլի, չգիտեմ, օրինակ ինչ որ հոբիի շուրջ, ինչ որ մեկին կտեսնեմ, ժամանակի ընթացքում կշփվեմ, կհավանեմ ու տենց կգամ։ Բայց տենց ինչ որ բաներ գնում եք շատ, մարդը շատ տեղեր, ինչ որ ժամանցի վայրեր, ինչ որ դեյթինգի ընթացքում թե դրանից առաջ։ Չէ, առհասարակ կյանքում, ուզում եմ հանդիպելու շանս կա ինչ որ աղջիկներին, հա, լիքը, հա, շանս կա։ Մելանխոլիկ եք։ Չէ, նու մելանխոլիկ եմ, բայց ոնց որ իմ կոմֆորտի զոնայից դուրս եմ գալիս, էլի։ Մելանխոլիկ, sense ոնց գաս դու падակոննեկին նստես, այս շորտիկով, այս չես կարա։ Հա, չես կարա sense անես, ինչ տխուր է, մորա, ինչ տխուր։ Ահա, ինչ տխուր է, մասը։ Լավանդր լողանաս կուրախանաս, էլի ինչքան է տխուր լնաս, sense լողանը տխուրի բան։ Շոն, ապալեվով բայց համ շամպունի։ Sense ես լողանում։ Вообще-то հա, ասենք խնդում ես, բայց հա։ Ուրիշ ոնց։ Ես էլ եմ ունեցել երկար մազեր, ես էլ էի տենց։ Ցույց կտաս նկար։ Հա։ Մոտավորապես sense է եղել։ Այս ֆոտորից պես։ Այս ծունգդ պատկերացրա իմ դեմքը սա, այ տենց։ Так, լավ, բա ինչ ազգի աղջիկներ են հիմնականում քեզ հետաքրքրում։ Չէ, մի բանա հետաքրքրում, մի բանա ում հետ եմ date արել, դու ո՞րն ես հարցնում։ Մի րոպե, մի հատ տեսա ջոգենք, էլի, date արել, դա նշանակում է ուղակի հանդիպել, թե նա սվիդանիայի գնալ։ Էդ էլ լավ հարց։ Ես նկատի ունեմ ավելի ոնց որ երկարատև dating, էլի, ոչ թե մի հատ date եմ գնացել, հետո էլ չեմ գնացել, այլ ոնց որ մենք date ենք անում։ Вообще տերմինոլոգիան էլ է, էլի, տարբեր Ամերիկայում ու Հայաստանում, այդ էլ մի հատ ուզում եմ մի քիչ այդ անորոշությունը մի հատ հա, էլի, հասկանանք ինչ հատ է կատարվում։ Ախպեր ուզած աղջիկ ունեցել ես։ Հա։ Ինչ ազգի էր։ Կուբացի։ Կուբացի։ Date-ի գնացիք։ Գնացինք։ Ահա, ոնց անցավ, այդ պատմի։ Չէ, շատ լավ անցավ։ Կայֆոտ նստակ, հա։ Հա, գնացինք պլաժ, ընդ գինիով։ Լավ, ես все равно չեմ ջոգում date-ը ինչ, արի սենց հարց տամ։ Դու date ունեցել ես, թե դեռ կույս ես։ Ունեցել եմ։ Այդ date-ը ուրեմն sex-ն է։ Նու, եթե քո բանով ենք, սահմանումով ենք գնում, ուրեմն հա։ Բրատ, ես քեզ ուզում եմ օգնեմ։ Ես ուզում եմ ջոգեմ։ Դու որ այդում ես date-ի, այդ ինչ է նշանակում։ Նայ, Ամերիկայում սենց է։ Date-ի գնում ես։ Ամերիկայում սենց է, ուրեմն դու զապրավկեն այդում ինքդ բենզինը լցնում ես։ Համել է։ Խոսքի Ամերիկայում առաջի date-ը գնում ես, ու в принципе կարաս չգնացել երկրորդ date։ Որտեղ չհավանես։ Ոնց որ հաշիվ չի, կարելի ասել հաշիվ չի։ Փորձնական չի, հա, փորձնական։ Free trade։ Երկրորդ date-ից հետո արդեն ոնց որ գալիս այն date-երի շարանը, որ հələ մարդ $399 բան անես, մուծես։ Հա, արդեն պետք է free trial-ը ոնց որ հա։ Չէ, բայց արդեն այն date-երի շարանն է գնում, որ հələ կարաս դու մի քանի մարդ միաժամանակ date անես, հələ որ նորմալ է դա։ Հետո գալիս այն ինչ-որ պահ, որից հետո դուք պայմանավորվում եք, հիմա դուք էքսկլյուզիվ եք իրար հետ date անում, թե չէ։ Հələ որ ստետենս չի, որ մոր պահը տենց չի ստեղ։ Մեր մոտ դեմից այդում ես հորն ես տենում։ Հետո այդում ես date-ի։ Հետո իրան ես տանում, եթե հավանար աղբորն ես մի հատ այդում։ Դեմի 5 date-ը իրանց բարեկամների հետ է։ Ստե գիտես ոնց է, եթե աղջիկը իմանա, որ դու միաժամանակ մի 3 աղջկա date ես գնում, ինքը էլ հաստատ քեզի չի ուզի։ Ստեղ մի քիչ ուրիշ արժեքներ կա ձեր ամերիկաները չի։ Հետո ստե դրամա, բանա։ Նայ, բայց ես քեզ հասկանում, մեզ մարդ լրիվ ուրիշ հասարակությունից է եկե, մենք իրան պետք է օգնենք, ոնց որ ստեղ աղջիկներին կարանա սկսի, շփումը սկսի, բայց որ սկսես այդ շփումը կարաս այդ շփումը տանես։ Թե մի քիչ լոկ շվելու է։ Ինձ թվում է կարամ, եթե իմանամ օրենքները, ասենց ասացել է։ Խզարի ինձ թվում է։ Ինձ տոշնի պահեմ, ասենց ասացել է։ Դու հումորով ես, էլի, չէ։ Ինձ թվում է, հա, բայց Ես շորերդ լուրջ ես հակի, թե էսի կատակա։ Չէ, էսի օբրազա, էսի ստրիպտիզորի օբրազը սա։ Կատակա, չէ էսի։ Էսի քո շորերն է։ Բայց դավնա։ Դավնա, բայց ընդ 50 ես բռնե ընդեր։ Ընդ Մարսել արա է։ Կարաս կրուպնի վերցնես Սարոշկեն, սա վերնիսաժը ընդ է։ Հա, դզում եմ։ Ինչքան ազարտնի խաղեր կա Սարոշկի վրա։ Так, ես մտածում եմ, պետք է բան անես։ Նախ ազնիվ լինես։ Այսինքն, եթե հավանեցիր, մի անգամից
հրավիրես ժամադրության, էքսկլյուզիվ, միանգամից էքսկլյուզիվ է Հայաստանում։ Միանգամից ժամադրվեք, նստեք, ինչ-որ բան ուտեք, խմեք, միանգամից խոսքդ կտրեմ։ Իսկ օրինակ համբույրը համարում է։ Մի վռազի։ Մի վարքյան։ Դու հորը տեսել ես, որ համբուրում ես։ Մի վարքյան։ Հորը համբուրել ես, որ իրան ես ուզում համբուրել։ Դու մինչև իրան համբուրել է 1000 ու մի բան պետք է համբուրես, Օրինակ համբույրը համարվում է ազնվության դրսևորում։ Համբույրը սեքս է համարվում, ընկերս ստացվում է համբույրը։ Այս երկրում ախմեր։ Համբույրը սեքս է համարվում։ Ազնվության դրսևորում, այսինքն որ Դե ոնց որ աղջիկը դուրդ գալիս է, ինչի՞ չհամբուրում, դա չէ՞ սիրո դրսևորում է։ Ինչի՞ չէ։ Բայց մի հատ խոսա դեմից։ Խոսամ ասեմ կարելի է դեյթի ժամանակ, դեյթի ընթացքում, հա, ինչ որ առաջ անգամ հանդիպել եք։ Առաջի չէ, օրինակ երրորդ։ Հա, դե երրորդ անգամ եք հանդիպել արդեն։ Հա։ Հա, նու այդքան այ։ Իսկ կարող է բան անենք, մի հատ փորձենք վերապրել էդի։ Հա, դեյթ։ Ես կարամ աղջկա, հայ աղջկա դել խամ, ուզես։ Давайте։ Մինչև համբուրվել ենք խաղում, նայ։ Հենց ջոգես ուզում ես համբուրես, մի հատ իշ։ Դու եթե բան չանես, ես բան չեմ անի։ Կասել ես կջոգեմ, հենց մազերը արցակեց, ես խաղից ելնում եմ ախտը։ Հենց մազերը արցակեց, դու ելնում ես, ես մտնում եմ խաղի։ Կամ ես։ Давай։ Դասած։ Всё, դուք ինչա, ուր եք, կաֆեում եք։ Ես բանը Գլենդելի հայ եմ։ Ահա։ Չէ, լավ, Գլենդելի չէ, սովորական Լյուբոյ հայ եմ։ Կարծար լավ չէ։ Չէ, ես просто մտածի հայերը չեն սիրում, որ դու կոնկրետ բան ես ասում, շատ են իրանց վրա վերցնում, գլոբալ, սաղ հայերի վրա եմ ասում։ Հայ աղջիկ եմ ես, շատ նուրբ ու հեզիկ։ Ես եմ ադուսողնում այս կաֆեի։ Էլի հայ։ Ես է բանը, իր անգերուինը մենակ դե հո չար գալու քո այդ հանդիպում։ Հիշեցնեմ ես, որ շատ հեզիկ եմ, ես առաջինը չեմ խոսալու, բռատ։ Էսի մեր առաջի դեյթն է։ Դու ասա։ Давай Ապա երրորդից էր համբույրը, давай երկրորդ ասա։ Երրորդից էր համբույրը, давай չորրորդ։ Հա։ Так, սեն բանը, լավ, երրորդի իրիգունն է։ Գնաց։ Այո, դասած։ Արդեն պետք է հելնեք, հաշիվն եք, փակում ելնեք։ Երրորդի իրիգունն է։ Յախ։ Յախ։ Յախ կարա։ Հայ։ Յախ մազ բան։ Всё, լավ, օքեյ։ Ուր դենք։ Հա։ Ուր դենք, ինչ որ ռեստորան։ Դու ասա։ Ես ուր կուզես այդանք։ Կոնցերտով լինի։ Давай բան, բասեյնում։ Давай բասեյնում։ Բասեյնում։ Ուրեմն ես փրկարարն եմ, մի քիչ փոխվավ։ Ես թե կայնացա։ Давай, մի քիչ արագ էլի ախպեր։ Ես լողալ չգիտեմ, ինձ կսորացնես լողալ։ Էսի դու բանը, տենց պատկատես անում ինձ։ Դե հա։ Բայց արդեն 4-րդ դեյթն է։ Հա, ես կսովորացնեմ։ Դու Դե давай։ Քասար կարամ պատմեմ ոնց կարամ քեզ։ Այսինքն մազերից կբռնեմ, այսինքն դու ձեռները չարժի, վայ։ Ահա։ Բայց ինձ թվում է այս ոտի մազերը չի թողի որ դու խեղտվես։ Դու միշտ ջրի վրա կլնես։ Չէ, բայց լուրջ ուզում ենք տենանք դու ոնց ես խոսում մարդկանց հետ, կարող է հիմա նայ, ստե լիքը հայ աղջիկ կա, որ սիրում է sense բաներ։ Ու մտածում ասում եմ, նո, որ եթե նորմալ է խոսում, ինչի՞ չէ, date։ Որտեվ մինչև որ դու հելար այդ խնդիր ասել, ես լսեցի զալից մի հատ աղջիկ ասեց բանը, դե լավ է, տիպը որ դու հայի հետ չես եղել date-ի, տիպը դա քո համար լավ է։ Ճիշտ է։ Իմ համար թե աղջիկների համար լավ։ Քո։ Հաստատ, մի հատ ճշտենք բայց։ Չէ, նո ես հիշում եմ, այնց բանով ասացին, որ տիպը էդի քեզ է լավ։ Յանի պետք է քեզ։ Ես համաձայն չեմ, հա։ Ես էլ համաձայն չեմ։ Ես որպես հայ աղջիկ, ես ճիշտն ասած մի քիչ վիրավորում։ Ես բայց այդ իմաստով չես, տիպը լավ է, որ հələ նոր պետքա սկսես վայելել այդ հաճույքները։ Բայց մի քիչ ուշ չի 27 տարեկանում նոր սկսել։ 27, ես 35 եմ, կյանք, օքեյ է։ 4-րդ դեյթն է, հա։ Լավ հելանք սուսո ընկերուին։ Ընկերուին միշտ չի ասում հելանք։ Իսկ անհամեստ հարց կարամ տամ։ Լյուբոյ հարց ախպեր։ Ես էսի ես չեմ։ Դեյթի վաղ։ Ես չէ, քեզ էլի քեզ Էդգարին։ Որպես Էդո։ Որպես Էդգար, հա։ Սպասի մի հատ օբրազից դուրս գամ։ Ասա կյանք։ Կնոջդ հետ որ տարիքում ես ծանոթացել։
16 տարեկանում եմ ծանոթացել։ Դե բա հիմիկվա տարիքը Հա, մենք բանը համակուրսեցի ենք։ Բրավո, ասում եմ, ինչ բրավո էլի։ Ինչ բրավո։ Պրոստը մի նորից բրավո, նորից նորից 16 բրավո։ Բայց դա չի նշանակում որ դու всё։ Բայց քեզ արժե զրկ։ Չէ, չի նշանակում, բայց ու ասամ քո հիմիկվա տարիքը в принципе ինչ կապ ունի, որ 16 տարեկանում ես ծանոթացել։ Okay, ես 16 տարեկանում, բայց նստելու ես ընկեր, նայ։ Հիմա ես, բայց sense որ նայում եմ Արմանը բան, չի sense ուժեղ սեքս անող դեմք, չի հենց նայ։ Գազանա, հա ոնց է։ Այն որ հետո աղջիկը ընկերուհիներին պատմում, արա առաջին տպավորությունից լոխ էր, բայց ունեն սեքս էր անում։ Կանոնակ։ Դու պարապածը կննես, չէ՞։ Ինչ պարապած։ Ну, ծիծիկները։ Ծիծիկները սանից։ Կարա շարժես։ Օ, արա, ես զգում եմ, արա, էսի ուժեղ է, էսի շատ ուժեղ է։ Միակ բանը որ ինձ ոտերից շեղեց, որ ես Ծիծիկները։ նայեցի։ Ռոբես պալլեբոմը շամպունի հոտա, չէ՞ գալի մազերից, բեսամ ուժեղ շամպունի հոտա, չէ՞ գալի։ Արա մի գնա գիժես։ Ոտերից ես հոտկա։ Արա հորս, արա շամպունի հոտա գալի ոտից։ Ես գիտեի գլխիս հետ։ Բայց մեծ մազից գլխից։ Ազիզ նստի ստել։ Կյանք, հեսա բրծնում ենք խոսակ, էլի։ Չէ։ Բայց ճշտով գալիս էր։ Բայց Всё, մենք չկանք։ Պապան ու մաման ստեղ չեն, դու ինչ ուզում ես արա։ Չէ, շամպունի հոտ էր, բայց բանը, ասենց շամպունի չեն, ավելի շատ շամփուրի։ Իսկ կարա մի հատ իմաստունին էլ հարցնենք, ինչ խորհուրդ, ինչ կարծիք Ռոզի։ Իմաստունը հստակ լուծում առաջարկում ուրբաթ օրը, այս ուրբաթ 11-ան սկես։ 11-ան սկես։ Հա, իրիկունը։ Ինչ անում, հա, ուրբաթ օրը։ Գալիս է Պուշկին 6։ Ծանոթացնում եմ մի շարք հետաքրքիր մարդկանց հետ։ Այդ բարիերը կոտրվում է, շփվում ես, ծանոթանում ես, որոշում ես։ Բայց դու ինչ վստահ ես, որ տանում ծանոթացնես, կարա բան է, աննորմալ է։ Հա, ում հետ որ ծանոթանում, երկու անգամ կշփվի կտենա աննորմալ է, էլ չի շփվի, ինչ կա դրան։ Դով եք դրա։ Բայց դուք պայմանավորվեցիք, հա, ձեր սեղմում տեղի ունեցավ։ Այո։ Ուրբաթ գնում ես։ Ուրբաթ Պուշկին 6։ Պուշկին 6։ Դրան պայմանավորվակ բա։ Իսկ ասեմ ինձ ուղարկել է Ինքը քեզ Ես կդիմավորի։ դիմավորելու։ Հա դուք ինձ հա, լավ։ Ինքը քեզ տաքսի կկանչի, դու կնստես։ Դու մենակ սոս քարտը վերցնում ես ու իջնում ես։ Տաքսի մաքսի չկա, չէ։ Չէ, դու քո միջոցներով կգաս կհասնես Պուշկին։ Բայց դոկումենտներից սա քսերքսները նավսակի արա։ Լսեցիր այդ խորհուրդը շատ։ Էսի լավն է, չէ՞։ Պուշկին 6-ը իսկ ինչ է։ Արչին բանկն է։ Չէ, Piccolo People's Bar-ն է։ Հավես տեղա շատ cute։ Ձեզ։ Ահա, հավես։ Այդտեղ դու տես ջանք չես գործադրի, որ դու ծանոթանաս քո հետ, հավես կծանոթանան։ Օ, էսի դու ես բան ես ասում, ես վիպուսկից հետո սաղ տղեկները դա ելնել ես տիպով այդ։ Ռեկլամ արիք էսի։ Պետքա սաղ քո վախերը, եսի մինչերը դնես մի կողմ ու փորձես հրավիրել ինչ որ դեյթի հայ աղջկա։ Դու քանի տարեկան ես։ 27։ Всё, շատ լավ է։ Ամենալավ տարիքն։ Ամենալավ տարիքն է դեյթի գնալու Երևանում։ Համել տենց շուտ գնա, այդ մենակ ուրբաթ չէ։ Ուրիշ օրեր է, տարբեր տեղեր, բաներ, հարսանիքներ, այդ ռեյվեր, ինչ որ սուպերմարկետի երշիկի բաժիններ, ինչ որ մարդաշատ տեղեր ու Եկեղեցի էլ ընդ ասեն, այս շատ տարբեր բաներ են։ Եկեղեցու պահը չհասկացա, ոնց որ Ռեյվի պահը հասկացար։ ռեյվի պահը Դե հասկացա։ ուրեմն այն էլ պետք է հասկանաս։ Չէ, բայց եկեղեցին, ասենք պատարակից հետո մոտենամ ասեմ դուք բան։ ինչ էր մի հատ ով էր եկեղեցի ասեք, կբացատրեք։ Այո։ Ես գնացել եմ այնտեղ։ Քստինքյան իրանք քեզ։ Մայամի եկեղեցին նենց է, որ դու պրոստը կայնի ախ։ Մայամի հայ համայնքը եկեղեցի է, այդում Մայամին հենց դա բան չի, կլուբների տեղ չէ, որ Մայամի հայանքը մեր։ Չէ, Մայամիում իրականում երկու հատ եկեղեցի կա, ես տենց սխալվում գնացի մեկը, բայց իմ ծանոթները երկրորդում էին։ Ինչ էր բան դեր։ Բարեկենթան։ Բայց դու ինչի էիր էթում։ Դե տենց պրոստը էլի։ Ես դե զատիկ բան դե Ես զատ։ մեռելուց էի էթում։ Չէ, էտա, էս էլ է լավ վերսիա։ Մայամի հայկան կեց գնա դու քո համար կան, ջին տոնիկդ վեկա լրվծրա ինչ որ մեկը։
Մոտիկնակ։ Արա բայց բան չի, որ ասում են Մայամի եկեղեցի այսինչ շոյերով, չեն այդում Մայամի եկեղեցի։ Ապա նայ Սարոշկի վրա քահանան սենց ա գնում։ 8 հատ պատվիրան կա խախտած Սարոշկի վրա։ Լավ, մեր վերջնական խորհուրդը։ Խորհուրդը լիքը տվեցինք։ Լիքը բան։ Մեր վերջնական խորհուրդը այս շորտիկը էլ չես հագնում։